Երեկ երեկոյան ժամը 22:50-ից սահմաններում Երևանի կենտրոնում Կորյունի փողոցում ավտովթար է եղել։ Արմնուր լրատվականին ականատեսները պատմել են, որ վթարված մեքենաներից մեկը Պաշտպանության նախարարության օպերատիվ համարներով մեքենա է եղել։ Իսկ ահա ղեկին, ըստ քաղաքացիների, եղել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դեպքի մասին անգամ ահազանգում է Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւ կից տեսանյութ է հրապարակել։ Այս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս։ Երեկ Կիրակի օրով մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ։ Հետգրություն։ Տեսանյութը ստացել եմ անհայտ Facebook-յան հետևորդից։ Եթե սուտ է, թող հերքեն, բայց ոչ թե արծրունոտ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով։ Ահա եւ տեսանյութը։ Ավելին, Արմնուր լրատվականին պատմեցին, որ վթարված մեքենայի ղեկին եղել է նախարար Պապիկյանը, իջել է ու պարեկային ծառայողների հետ լեզվակռվի մեջ մտնել։ Բայց որպեսզի ամեն ինչ չբարթանա, ներկաներից մեկը գրել է, որ ինքն է եղել ղեկին, այդպիսով Պաշտպանության նախարարին փրկելով։ Եվ այսպես, Ավագանու անդամի եւ քաղաքացիների ահազանգի մասով դիմեցինք առաջինը, ներքին գործերի նախարարություն, պարզելու, թե որքանով են իրական մեզ հասած լուրերը։ Ի պատասխան ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ հատվածում եղել է նյութական ելքով վթար, իսկ ահա մյուս ներկայացված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Քիչ առաջ նաև դեպքին արձագանքեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց. Մամուլում շրջանառվում են Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ եւ մեկնաբանություններ, ըստ որի իբր վթարը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։ Նշված տեղեկությունները կեղծ են, Պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին, նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը։ Սա Պաշտպանության նախարարության մեկնաբանությունն է, մենք կհետևենք գործի քննության ընթացքին եւ հետագա հանգամանքներին։